Ես չեմ կարծում, թե Հայաստանում եղել է երբևէ որևէ նախընտրական process կամ քաղաքական process, որտեղ, ասենք, օրինակ հանրապետության գործող ղեկավարը կամ հանրապես որևէ քաղաքական գործիչ ավելի շատ տեղ է այցելել եւ ավելի շատ ելույթ է ունեցել եւ ավելի շատ մարդկանց հետ է շփվել։ Այսինքն, եթե վարչական ռեսուրսի վրա ընդհանրապես հույս կամ հաշվարկ դրած լիներ որևէ մեկը, ինչ իմաստ ուներ այդքան էներգիա ծախսել, այդքան գնալ եւ այդքան իմ հույսը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ նրա հետ երկխոսությունը ես ուրիշ գործիք քաղաքականության մեջ ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ։ Ինչ վերաբերվում է պատերազմի եռագլուխ կուսակցությանը, ես վստահ եմ առանց ընտրակաշառքի նրանցից ոչ մեկը խորհրդարան անցնելու շեմը չէր հաղթահարի։ Եվ ես ուզում եմ ասել նաև, որ այստեղ տեղի ունեցածի մեջ նաև դատաիրավական համակարգի պատասխանատվությունն է, որովհետև նախորդ ընտրություններում ընտրակաշառք տվածները ոչ միայն բանտում չեն, այլև այս process-ում էլ շարունակել են իրենց գործունեությունը, եւ դատաիրավական համակարգը պետք է հանրությանը պատասխաններ տա։ Եվ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխան, ինչի է ֆինանսավորում ընդհանրապես դատաիրավական համակարգը, եթե հանցագործները շարունակում են փողոցներում ոչ միայն պատտվել, այլև իրենց հանցագործությունները շարունակել։ Եվ ես այս հարցերի պատասխանները ստանալու եմ։ Օրենսդրական փոփոխությունները հանրային պահանջ կա, ակնհայտ է, որ սահմանվի բնակության ցես քվեարկությանը մասնակցելու համար եւ կարծում եմ, որ պետք է ինչ-որ արձագանք տանք այդ հանրային պահանջին։